Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Ազգային ժողովում շարունակվում են հերթական քարորյանիստերը, որոնց օրակարգում էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Չնայած մի շարք հասարակական կազմակերպություններ երեկ հանդես էին եկել հայտարարությամբ կոչ անելով ազգային ժողովին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելուց, այսօր Վլադիմիր Վարդանյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան, հարգելի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրվելուց հետո ազգային ժողովի նիստում երդվում է։ Վլադիմիր Վարդանյանը կերդվի 5 շաբթի օրվա նիստում, բայց այնուամենայնիվ շնորհավորում ենք։ Մի խումբ հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես Վլադիմիր Վարդանյանին Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ լուրջ մտահոգություններ կային, որտեղ մասնավորապես նշված է, որ Սահմանադրական դատարանի դատավորի կուսակցական լինելու ու քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը ուղղակիորեն նախատեսված է Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ եւ Հայաստանի Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։ Թեև նշված իրավադրույթները տարածի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու Սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ, ապահովագրելով դրա արդյունքում առաջացող դատարանի անկախության ու անաչառության հետ կապված ռիսկերը։ Վերոգրյալի համատեքստում, թե Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատը ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա ավելի քան 7 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու ու կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին, անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքը ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։ Ուստի ստորագրողները հարկ էին համարում հիշեցնել, որ նույն օրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ 18 թվականին Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթափույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Սերժ Սարգսյանի կողմից գործուղում Սահմանադրական դատարան։ Հայտարարությունը ստորագրողները նշում են նաև, որ կուսակցական ու խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, հատկապես այդ ընթացքում ակտիվ կեցվածքով հանդես գալու, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու ու խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական ու կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները, այդ թվում գաղափարական իմաստով փոխկապակցվածությունը համապատասխան քաղաքական ուժի հետ, ինչը խիստ բնական երևույթ է։ Վլադիմիր Վարդանյանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու պարագայում կասկածի տակ դնելու նրա պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը միանշանակ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հրավիրյալ մասնակիցներ։ Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարման, գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման առնչվող մի շարք խնդիրներ։ Օրակարգի առաջին հարցի շրջանակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական ու քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական եւ քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը կարող է ազդել իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգրկվել է հայտարարագրման
հայտարարագրման առնչվող իրավախախտումների քննության իրավասության ունեցող մարմինների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու հակակոռուպցիոն կոմիտեի միջև փոխադարձաբար հաշվառվող ու համադրված մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը ներկայացվել է առաջարկ ուժեղացնելու հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմը, ներառյալ խախտումների վերաբերյալ համապարփակվելիության իրականացումը, նախաքննության նախաձեռնման ու արդյունավետ իրականացման նպատակով։ Քննարկման ընթացքում տեղի ունեցել մտքերի փոխանակություն հայտարարագրմանն առնչվող խախտումների քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրների շուրջ, առանձնահատուկ շեշտադրելով վարչաիրավական եւ քրեաիրավական գնահատականների տարբեր մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությունը եւ միասնական իրավակի պրակտիկայի ձևավորումը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը, միաժամանակ ընդգծելով հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։ Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ ընտրական գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ, մասնավորապես առաջարկությունները վերաբերել են ընտրական ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, քվեարկության գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ապօրինի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակմանը։ Վարչապետը ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման կարեւորությունը, հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումներն ու սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջվող օրենսդրական ու գործնական փոփոխությունների առաջարկներ։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններս Տիկին Սիանուշ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Սաքունց, չնայած հասարակական կազմակերպությունները, այդ թվում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էլ ստորագրողներից մեկն էր, հայտարարությամբ հանդես եկան, կոչ արեցին ազգային ժողովին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի դատավոր ուրեմն նշանակելու այս քաղաքականությունից, բայց մենք տեսնում ենք, որ 67 ձայների կողմ մեծամասնությամբ Վլադիմիր Վարդանյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Ինչ դիտարկումներ ունեք դուք, այստեղ ունեք արդյոք ուրեմն մտահոգություն, որ ըստ էության անաչառության, ուրեմն որոշումների կայացման ուրեմն գործում անաչառության խնդիր կլինի եւ ուրեմն նրա այս 8 տարիների քաղաքական գործունեությունը ուղիղ ազդեցություն կունենա նրա որոշումների կայացման վրա, համեցեք։ Ամբողջ մոտեցումը մենք տարածված հայտարարության մեջ ներկայացել ենք եւ դա որևէ կերպ կապված չէ կոնկրետ անձի հետ կամ կուսակցության հետ, որովհետեւ դա սկզբունք է։ Նման մարմինները ինչպիսիք են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը կամ թեկուզ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նրանց կադրային կազմը համալրելու տեսակետից շատ կարևոր է սկզբնական ելակետային տվյալների համապատասխանությունը կամ համապատասխանելը այն մարմնի գործառույթների եւ նրա կարգավիճակին, որոնց ես թվարկեցի։ Այսինքն այստեղ կուսակցական պատկանելիությունը կամ ավելի շատ կուսակցական գործունեությունը եւ անկախ պետական եւ հատկապես ուրեմն դատական մարմիններում ընդգրկվելու հետ կապված կամ տրամաբանական հակասություններ։ Մարդը ունի հստակ քաղաքական վարքագիծ եւ այդ քաղաքական վարքագիծը ինչ ազդեցություն կունենա այն մարմնի կազմում որոշումների ընդունմանը կամ հարցերի քննարկմանը, իհարկե արդեն ի սկզբանե մենք դիտարկում ենք, որ քաղաքական կամ ավելի ճիշտ կուսակցական պատկանելիությունը կարող է ստվերել վստահության վրա, որ այնուամենայնիվ մարդը ունի հստակ կուսակցական դիրքորոշում
ըստ կուսակցության նաև քաղաքական դիրքորոշում եւ այդ անկախ պետական մարմիններում նրա գործունեությունը դրվում է անաչառության տեսակետից կասկածի տակ։ Սա մոտեցում է եղել, որը մենք մշտապես ներկայացրել ենք թե միջև Թավշահեղափոխությունը եւ թե նաեւ Թավշահեղափոխությունից հետո նույնիսկ եմ կրկնում դա պայմանավորված չէ որևէ կուսակցության հետ, որևէ անձի հետ։ Սա սկզբունք է, որի մասին մենք պետք է անպայման բարձրաձայնենք եւ արտահայտենք մեր մտահոգությունը։ Պարոն Սաքունց, ըստ էության երեկ էլ խորհրդարանում հարցեր հնչում, թե այդ դեպքում ինչ տարբերություն Հրայր Թովմասյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջև 18 թվականին օրինակ նույն այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը փաստորեն դեմ էր Հրայր Թովմասյանին, հիմա փաստորեն նույն սցենարի կրկնության հետ գործում ենք։ Ես չեմ հիշում Նիկոլ Փաշինյանը դեմ եղել թե կողմ է եղել, ես հիշում եմ թե մենք ինչ դիրքորոշում ենք ունեցել։ Իհարկե զուգահեռներ տանելը մինչև 2018 թվականի կառավարման համակարգի եւ ներկա կառավարման համակարգի մոտեցումների միջև շատ պետք է վառ երևակայություն ունենալ, չնայած ես մշտապես արտահայտվել են, որ ներկա սահմանադրությունը ինքը անկախ կուսակցական, թե որ կուսակցություն է եւ ինչ կուսակցություն է մեծամասնություն ստանում, ինքը ունի բացարձակ իշխանության այդ կարգավիճակը եւ որի հերթական դրսեւորումը տեսնում ենք նաեւ քվեարկություններ, երբ որ մեծամասնությունը որոշում է կայացնում քաղաքական մեծամասնությունը, որում քաղաքական փոքրամասնությունը որևիցե որոշիչ մասնակցություն կամ դեր չի ունենում։ Այսինքն այստեղ մենք սահմանադրական մեխանիզմների հետ գործում ենք։ Իսկ ինչ վերաբերվում է թե ենթադրենք քննադատում էինք, այո, քննադատում էինք եւ թե Հրայր Թովմասյանի հետ կապված առաջադրումը եւ նաեւ քննադատում ենք նաեւ Վլադիմիր Վարդանյանի առաջադրում եւ ընտրումը, որովհետեւ նույնիսկ եմ կրկնում կուսակցության անդամության եւ այն էլ ոչ թե շարքային անդամության մասին է խոսքը, այլ ակտիվ քաղաքական դեմքի փաստը, կարգավիճակը եւ դրանում այլ կենսագրությունը եւ համատեղումը անկախ պետական մարմնի բովանդակության եւ մոտեցումների հետ ուղղակի անհամատեղելի է։ Այստեղ նաեւ կա իհարկե կարծում եմ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որ ըստ էության բացառվի այն կարգավորում, որ հիմա կա, այսինքն տեխնացու առաջադրվելու պարագայում կամ ընտրվելուց հետո դիմումը կուսակցության անդամությունից հրաժարվելու չպետք է համարվի բավարար, այլ ընդհանրապես կուսակցական կենսագրություն չի ունենալու։ Իհարկե ես լավ գիտակցում եմ, որ կարող են նույնիսկ ասենք թե կուսակցական պատկանելիության բացառումը երաշխիք չլինի, որ ասենք առաջադրվող տեխնացուն ունենա քաղաքական որոշակի ասենք թե հակվածություն։ Անկամ ցավոք սրտի այնպիսի պետություններում ինչպիսին ասենք Միացյալ Նահանգներում է, որտեղ Գերագույն դատարանի անդամների մի մասը, որը կարող է առաջադրվել դեմոկրատական նախագահի, հետո մի որոշ անդամներ հանրապետական նախագահի կողմից ունենան տարբեր մոտեցումներ ըստ քաղաքական նախասիրությունների, բայց այնուամենայնիվ մենք ելնում ենք այն տրամաբանությունից, որ բազային ելակետային տվյալները կուսակցական պատկանելիության առումով ընդհանրապես բացառվեն։ Ինչու՞, որովհետև այնուամենայնիվ կարող են հայացքներ ունենալ, բայց արդարադատության տվյալ դեպքում սահմանադրական արդարադատության մշակույթի ձևավորման տեսակետից այդ կուսակցության անդամության եւ սահմանադրական դատարանի անդամության այդ կարգավիճակներ պետք է դիտարկել շատ ավելի երկարաժամկետ առումով ուրեմն անհամատեղելի, անթույլատրելի եւ դա պետք է ամրագրվի նաեւ օրենսդրության մեջ, որպեսզի մարդը ազատ լինի որևէ կուսակցական այնպիսի պարտավորությունից, որոնք ունեցել է, որովհետեւ հիմա մտածել ասենք թե
Հրայր Թոմասյանը կամ Վլադիմիր Վարդանյանը կձերբազատվեն կուսակցական այն պարտականությունների տրամաբանությունից կամ մտածողությունից կարող ենք ենթադրել, բայց կարող ենք նաև կասկածի տակ դնել, որը եւ արտահայտել ենք ու արտահայտելու ենք։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեի ուրեմն նաև նիստներ, արդյոք ներկա եք թե ոչ, օրակարգի հարցերից մեկը, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին բարձրացնում, ընտրական գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն էր վերաբերում, պարոն Սաքունց, մասնավորապես առաջարկությունները վերաբերում են ընտրական ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, քվեարկության գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ապօրինի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակմանը եւ վարչապետն էլ ընդգծել է ուրեմն այդ թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը եւ հանձնարարել շարունակել ներկայացված առաջարկությունների ուրեմն քննարկումը եւ սեղմ ժամկետում ներկայացնել լուծումներ օրենսդրական եւ գործնական փոփոխությունների ոլորտում։ Մասնավորապես հնարավոր է արդյոք մինչեւ խորհրդարանական ընտրություններ ընկած ժամանակահատվածում այդ ամբողջ փոփոխությունները կյանքի կոչել, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին ուրեմն 2.5 ամիս ժամանակ է մնացել, բայց վարչապետը սեղմ ժամկետներում է առաջարկում այս փոփոխությունները, որքանով հնարավոր կլինի առաջարկված այս խնդիրները փոփոխած արդեն մտնել ուրեմն նախընտրական փուլ։ Մեր կազմակերպությունից մասնակցել է Վարդին Գրիգորյանը, մեր ծրագրերի համակարգողը, բայց այդ առաջարկությունները, որոնք ներկայացվել են մի խումբ, այսինքն հակակոռուպցիոն ռազմավարության խորհրդի նիստի ժամանակ հասարակական կազմակերպությունների կողմից, նկատում եմ Transparency International եւ իրազեկ քաղաքացիների միավորում նաև մեր կազմակերպության կողմից, դրանք շատ շուտ էինք մենք անդրադարձել եւ ներկայացրել եւ ինչպես դուք նշեցիք, դրանք էական նշանակություն ունեն, հատկապես առաջիկա պարլամենտական ընտրությունների ուրեմն նախաշեմին ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի կամ դրանց կանխարգելման, բացահայտման տեսակետից։ Ինչու, որովհետեւ գոյություն ունեցող կարգավորումներով կուսակցությունները ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելու եւ այդ հաշվետվությունները քննության առնելու այդպիսի մեխանիզմ չկա։ Իսկ դրանք շատ կարող են հիմա, ասենք նախընտրական հիմնադրամի հետ կապված մուտքերի եւ կուսակցական ֆինանսավորում, կուսակցության ստացվող ֆինանսների թափանցիկության օրինականության հարցը առանցքային հարց է։ Ցավոք սրտի իհարկե ուշ է թվում է, որովհետև կարելի էր դա ընդունել անցած տարվա վերջին կամ առնվազն փետրվար ամսին, բայց լավ է ուշ քան երբեք, ինչու, որովհետև ապօրինի ֆինանսական հոսքերը դրանք հանդիսանում են հիբրիդային սպառնալիքների կարևոր գործիքներից մեկը։ Եվ եթե մենք ուզում ենք, որ առաջիկա պարլամենտական ընտրություններում հնարավորություն լինի կանխելու հիբրիդային սպառնալիքների կարևորագույն գործիքներից մեկի կուսակցական ֆինանսավորման, նախընտրական քարոզչության ֆինանսավորման ապօրինությունները բացահայտելու, արձանագրելու, կանխելու խնդիրը լուծենք, ապա իհարկե դա անհրաժեշտ է եւ կարծում եմ, որ շատ հրատապ պետք է ընդունել այդ որոշումները եւ միաժամանակ ասեմ, որ այդ ենթադրվող այդ կարգավորումների վերականգնումը ըստ էության կարող եմ ասել, դրանք որևէ կերպ չեն առնչվում եւ չեն վերաբերվում ընտրությունների կարգավորման, այսինքն խաղի կանոններին չեն վերաբերում, այլ ավելի շատ այդ խաղի կանոնները պահպանելուն ուղղված են, որպեսզի ընտրությունների ազատ եւ արդար լինելու այդ կամ այդպիսին տեսնելու, ապահովելու երաշխիքները ձևավորվեն ամբողջությամբ։ Սա է հիմնական նպատակը։ Եվ հույս ունեմ, որ
ազգային ժողովը շատ արագ այդ կարգավորումները կվերականգնի կամ կկատարի։ Այդ դեպքում պարոն Սաքունց այն խնդիրները, որոնք կան, այսպես ասած ֆինանսավորման թափանցիկության հետ կապված կչեզոքացվեն ձեր գնահատմամբ, որովհետև մենք գիտենք, որ կան առաջարկված այսպես քաղաքական ուժեր են մասնակցում այս ընտրություններին, նաև այսպես դաշինքներ, որոնք ունեն ահռելի ֆինանսական այսպես ռեսուրսներ եւ կարող են այդ ռեսուրսները ծառայեցնել այս ամբողջ ընտրական գործընթացների համար։ Այո, եւ հենց գիտեք, նախ առաջերտին եկեք հասկանանք տրամաբանությունը, եթե օրենքով սահմանվում են նորմեր, որ այսինչ գործողության կատարման համար քրեական կամ վարչական պատասխանատվություն է ենթադրում, դա դեռ չի նշանակում, որ այդ արարքները, հակաօրինական արարքները չեն կատարվելու։ Ամբողջ նպատակը հենց այդ հակաիրավական, հակաօրինական որակվող արարքներին իրավական գնահատական տալու եւ ընդ որում նաեւ արդյունավետ ժամկետներում եւ արդյունավետ մեխանիզմներով, գործիքներով պատասխանատվության անխուսափելիության ապահովման նպատակն է հետապնդում։ Այսինքն, եթե չկա նորմը, չկա կարգավորումը, հետեւաբար այդ գործողությունները, որոնք ստվերում են ընտրությունների արդարությունը եւ ազատությունը, այդ այնպիսի գործողություններ, որոնք կարող են իրենց էությամբ լինել հակաիրավական, քրեական բնույթի, բայց դրանց չկարողանալ կանխել կամ արձանագրել եւ ուրեմն գնահատական տալ, որի համար պատասխանատու են համապատասխան պետական մարմիններ, ապա դուրս կգա, որ իրապես այդ նորմերի կամ այդ կարգավորումների եւ այդ մեխանիզմների բացակայության պարագայում մենք չենք ապահովի ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը։ Սա է, այս ուզում ասեմ, նորմերի ընդունումը երաշխիք չէ, որ չեն կատարվի, չեն լինի խախտումները կամ չեն կատարվի այդ խախտումները, բայց այդ իրավական նորմերը դրանք իմպերատիվ պահանջ կլինեն պետական մարմինների համար, իրավապահ մարմինների համար, որպեսզի հենց այս ժամանակահատվածում իրականացնեն իրենց պարտավորությունները բացահայտելու, կանխելու եւ նաեւ իրավական պատասխանատվության ենթարկելու խախտում կատարողների։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Աջակցություն։ Զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։